Վերջերս ադրբեջանական մամուլը հրապարակումներ կատարեց, թե Ռուբեն Վարդանյանի հեռանալու երթուղին հայտնել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Այս լուրը վերահրապարակել է նաև Հայաստանի իշխանական մամուլը։ Արցախի 5-րդ նախագահը 2023-ի սեպտեմբերյան պատերազմի գործով հարձակումությունից հետո լրագրողներին ասաց, որ այդ ամենը սուտ է, հայկական կողմի մոլորեցնելու նպատակով։ Ոչ մեկ թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, ինչ-որ բունկերում, անտառում, այլընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Ինքը տեղափոխվել է, փորձել է, ինչպես բոլորը, տեղահանվել դեպի Հայաստանի Հանրապետություն, այդ ժամանակահատվածում գործող միակ ճանապարհով, Լաչինի միջանցքով։ Շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, հենց Ստեփանակերտից դուրս գալուց Շուշիի մատույցներում եւ նաեւ կար Հակարի կամուրջում գտնվող ադրբեջանական հսկիչ անցագրային կետ, որտեղ բոլոր անցնող անձինք ստուգման են ենթարկվել։ Եվ շատ լավ իմանալով, իմ կարծիքով, որ գերեվարման համար եւ ձերբակալման համար ինքը ադրբեջանական կողմից ունի նման որոշում։ Եվ ինքը չի թաքնվել, ինքը մեքենայով դուրս է եկել ինչպես բոլորը եւ գերեվարվել է Հակարի կամուրջում։ Այսինքն անտրամաբանական է նշել, որ ինչ որ մեկը պետք է կոորդինատներ տրամադրել, որ իրեն ձերբակալեն։ Երբեմն հարց է բարձրանում, թե արդյոք հնարավոր չէր 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ վիրավորված անձանց հետ ուղղաթիռներով տեղափոխել նաև Արցախյան վերնախավին։ Այս տարբերակը Շահրամանյանը բացառեց։ Ցանկացած ուղղաթիռ, որը տեղափոխվում էր Արցախից Հայաստան կամ Հայաստանից տեղափոխվում էր Արցախ, ադրբեջանական կողմից մանրակրկիտ զնման է ենթարկվում։ Այդ թվում բացառություն չէր այդ օրերին սեպտեմբերի 25-ի տեղի ունեցած պաշտպանության բանակի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զոհերին եւ վիրավորներին տեղափոխման process-ը եւ այդ ողջ ընթացքում ադրբեջանական ներկայացուցիչները ստուգում էին ուղղաթիռները, այդ թվում նաեւ քանդում էին այդ բինտերը երեսին կապված մարդկանց եւ համոզվելով, որ այլ մարդ չի տեղափոխվում։ Օրերս Գերմանիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ առաջարկում է Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ, փակելով Արևմտյան Ադրբեջան եւ Ղարաբաղի հայերի վերադարձ թեմաները։ Շահրամանյանը ասաց, որ վերադարձի հարցը միջազգային իրավունքի խնդիր է եւ այս երկու թեման չեն կարող լինել մեկ հարթության մեջ։ Մենք հենց այդ հարցերը բարձրացնում ենք, մեզ մեղադրում են ռևանշիզմի, չգիտեմ, ինչ որ պատերազմի հրահրման հետ կապված հարցերի։ Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի։ Ինչպես արցախցիներն են ցանկանում խաղաղություն, երևի ոչ մեկ դրա գինը այդքան լավ չգիտի, ինչքան արցախցիները։ Եվ ես արտահայտվել եմ, որ մենք կողմ ենք խաղաղության գործընթացին։ Դրան դեմ չի կարող մարդ լինի, ով տեսել է այդ պատերազմի հետևանքները, այդ դժվարությունները։ Արցախի 5-րդ նախագահը համոզված է, որ առանց գերիների ազատ արձակման խաղաղություն անհնար է։ Եւ իրենց ազատ արձակելուց հետո ինձ թվում է մենք բավականին հարցերի պատասխաններ կստանանք հենց իրենց կողմից։ 2023 թվականի պատերազմի գործով Շահրամանյանը հարձակվում է որպես վկա։ Հնարավոր է հետագայում Շահրամանյանի ձերբակալությունը։ Նրա փաստաբան Ռոման Երիցյանը ասաց, որ Հայաստանում ցանկացած ռեպրեսիվ գործողություն հնարավոր է համարում։ Դեկտեմբերի 11-ին քննիչները խուզարկել են Արցախի ներկայացության շենքը։ Նախօրեին Արցախի խորհրդարանական լսումների ժամանակ Հայաստանի իշխանությունների հասցեին հնչած քննադատություններից հետո։